Սևանա լիճը մեր ժայռային անվտանգությունն է եւ տնտեսական լուրջ ռեսուրս է։ Այն նաեւ ապահովում է մեր զբոսաշրջային գրավչությունը մեր երկրի։ Այս իմաստով վերջին տարիներս լճի որոշակի հատվածներ մանրակալել են։ Իմ տեղեկություններով 2024-25 թվականին այդ խնդիրը բավականին դրական զարգացում ունի, համեմատաբար ավելի քիչ հատվածներում են այդ կանաչելը, եւ ցանկանայի դուք նշեք, թե 2026 թվականին ինչ կանխարգելիչ գործողություն ենք կատարում, ինչ ծրագրեր ունենք, որպեսզի գնալով նվազի եւ մենք ստանանք վերջապես մեր կապուտաչա Սևանի իրական գեղեցիկ տեսքը։ Շնորհակալություն։ Հարցին կպատասխանի Համբարձում Մաթևոսյանը, շրջակա միջավայրի նախարար։ Խնդրեմ, համեցեք։ Շնորհակալություն, պարոն Բաղդասարյան, ուզում եմ նշել, որ Հանրապետության վարչապետի կողմից կա հանձնարարական, որպեսզի այս տարի սահմանված օրենքով սահմանված չափականակը չգերազանցենք, այն է 170 միլիոն խորանարդ մետր ջուր, կա ստեղծված փոխվարչապետ պարոն Խաչատրյանի կողմից գլխավորված աշխատանքային խումբ, որտեղ քննարկում ենք հետագա անելիքները, որպեսզի սահմանած նիշից չանցնենք։ Ուրախալի մեկ լուր հայտնեմ ձեզ, որ առաջին անգամ 2017 թվականից սկսած այս տարվա հունվարին Սևանա լճում գրանցվել է ջրի աճ, 1 սանտիմետրով հունվարին ավել ջուր ունենք։ Ընդհանուր աշխատանքների հետ կապված նաև կոյուղիների մաքրման եւ առհասարակ կենցաղային աղբից մաքրելու նաև ծրագրային մի շարք պրոյեկտներ ունենք, որոնք նույնպես կառավարությունում են եւ քննարկում ենք։ Ընդհանուր գնահատականը կազմում է մոտավորապես մեր գնահատմամբ եւ Ֆինանսական զարգացման բանկի գործընկերների օգնությամբ արված ուսումնասիրություններով կազմում է 270 միլիոն եվրոյի չափով։ Վերջերս Հանրապետության վարչապետը այցելել է շրջակա միջավայրի նախարարության աշխատանքներն ամփոփելու համար, որտեղ նաև ներկայացեցինք ուսումնասիրությունները, որը նաև մեզ հնարավորություն կտա հետագայում նաև անդրադառնալ փուլարդել։ Շնորհակալություն։ Արձագանք։ Շնորհակալություն պատասխանի համար, պարոն նախարար։ Դուք նշեցիք, որ ջրի մակարդակը 1 սանտիմետրով այս տարի բարձր է հունվարին, եւ սա իհարկե շատ լավ ցուցանիշ է։ Իհարկե ջրի մակարդակը շատ կարևոր է մանրակալման process-ի համար, բայց դա միակը չէ։ Դուք լավ գիտեք, որ բազմաթիվ բաղադրիչներ կան, որոնցից մեկը այո ջրի տատանումներն են, բայց այդտեղ դուք նշեցիք նաև աղտոտման խնդիրը, կա նաև թթվասնի պակասի խնդիր, բազմաթիվ խնդիրներ։ Հետևաբար ցանկանայի, որ մենք համատեղ աշխատենք, որպեսզի հնարավորին կանխարգելիչ միջոցներ ձեռնարկենք, նվազեցնելու այդ մանրակալման ընթացքը։ Առաջարկ եւ խնդրանք սա է, շնորհակալ եմ։ Շնորհակալություն, պարոն Բաղդասարյան, սիրով կհամագործակցենք աշխատենք միասին։